Ռուսաստանի սահմանափակումները չդիտարկել որպես ճգնաժամ, այլ դարձնել ծիրանի արտահանման մոդելը վերանայելու հնարավորություն, նոր շուկաներում չկրկնել տասնամյակների ավանդույթը, հայկական այս միրգը վաճառել ոչ թե կիլոգրամով, այլ հատով փաթեթավորմամբ, ընդգծելով դրա հայկական ինքնությունը։ Առաջարկում է փորձագետ Տիգրան Ջերբաշյանը եւ հիմնավորում ծիրանի լատիներեն անունը Prunus armeniaca բառացի նշանակում է հայկական սալոր։ Մենք պետքա դիրքավորվենք տեղ ոչ թե որպես մասսայական պրոդուկտ, այլ որպես ունիկալ պրոդուկտ։ Իհարկե, տեղ պետք է լինեն միայն բարձրակարգ, միայն պրեմիում կլասի ծիրանները։ Երբ Լիննեյը 18-րդ դարում դասակարգել է բուսական աշխարհը, հենց Հայաստանն է նշել որպես այս մրգի ծագման վայր։ Սա գիտական փաստ է, որը ամրագրված է արդեն մոտ 300 տարի, հիմնավորում է Ջերբաշյանը։ Հավելում, աշխարհը վաղուց հասկացել է մի բան, որը մենք դեռ ամբողջությամբ չենք կիրառել։ Ծագումն արժեք ունի, պատմությունն արժեք ունի, եւ երբ ծագումը ամրագրված է գիտության մեջ, դա արժե ավելի, քան ցանկացած մարքեթինգային բյուջե։ Հետևաբար վստահ է, կա այն սպառողը, որը պետք է կիլոգրամի արժեքով գնի հատով ծիրան։ Այո, մարդը առնելու է 3 հատ տուփ եւ ուտելու է ծիրան մայրորանից եւ հետո առնելու է 3 կիլո ծիրան, որը ուտելու է որպես ծիրան։ Ջերբաշյանի խոսքով հիմա մենք դուրս են գալիս շատ ավելի մրցակցային շուկաներ, շատ ավելի մեծ պահանջներով եւ ոչ միայն ծիրանի դեպքում։ Առհասարակ պետք է կարողանանք հասկանալ որն է մեր ֆունդամենտալ տարբերությունը մնացածներից։ Հայաստանի ծիրանը, որքան էլ համային որակներով գերազանցում է մյուս երկրների արտադրանքին, կիլոգրամով վաճառքի դեպքում մրցակցությանը չի կարողանա դիմանալ։ Ուրիշները շուկայում ծիրան են ապահովում թե ավելի մեծ ծավալներով ու թե ավելի երկար ժամանակ։ Այնինչ նույն այդ երկրները ինքնությամբ բաղադրիչն ապահովել չեն կարող։ Իսկ եթե մենք փորձենք մեր դաշտը ստեղծենք, մեր սեգմենտում խաղանք, իրանք չեն կարող մեզ հետ մրցել։ Էսա կարևորը եւ ես համոզված եմ դա էլ լինելու է։ Տիգրան Ջերբաշյանը նաեւ համոզված է արտահանման նոր մոդելի կիրառմամբ ոչ միայն եկամուտները չեն պակասի, այլև մի քանի անգամ կավելանան։ Ընդ որում կարծում է այս դիրքավորումն ու տրամաբանությունը պետք է լինեն շղթայական, տարածվելով նաեւ ջրից մինչեւ հյութերի արտադրություն։ Միջազգային առևտրի փորձագետ Կարեն Ազարյանը ծիրանի արտահանման ու իրացման առաջարկվող մոդելը միանշանակ ճիշտ մոտեցում է համարում, քանի որ Հայաստանի արտադրած ծիրանի ծավալները բավարար չեն խոշոր երկրների հետ մրցակցելու համար։ Հայաստանն ըստ նրա պետք է կենտրոնանա ոչ թե մեծ զանգվածների վրա, այլ ունենա սպառողների իր թիրախային խումբը, որոնց համար էլ ապահովի հատուկ արտադրանք։ Վերջին մի քանի տարին փորձագետների համայնքը հանրությունը խոսում է հենց դրա մասին։ Օրինակ, վերցնենք խոսեցիք ծիրանը միանշանակ, բայց ցանկացած այլ արտադրանք, որ ունի Հայաստանը, պետք է այդ, գիտեք, տենց անգլերենով ասում են boutique, luxury, premium, չգիտեմ ինչ, սարից իջած ծիրան, չգիտեմ, սարի հովտում աճեցված ծիրան եւ այլն։ Այսինքն այդ բոլոր բառերը, որ մենք կիրառում ենք, իրենք փորձում ենք նշենք, որ այս արտադրանքը մյուս երկրի, չենք նշում որ երկրի, բայց մյուս երկրի այն մասսայական արտադրության հետ չեք համեմատի, որովհետև սա ունի ինչ-որ հավելյալ ինչ-որ արժեք ունի, եւ այդ հավելյալ արժեքը կարա լինի ավանդույթ, կարա լինի, գիտեք, մենք աշխարհում կան շատ հաջողված փորձեր։ Տարածքով ոչ մեծ Նիդերլանդների օրինակն է բերում, որտեղ կառավարությունը որդեգրել է թիրախային աջակցության սկզբունքն ու կարճ ժամանակ անց դարձել աշխարհի առաջատար գյուղմթերք արտահանող երկրներից։ Իհարկե համաձայն եմ, կլինեն հակափաստարկներ, ասելով մի համեմատեք Հայաստան Նիդերլանդների հետ, նա ծովին երկու ունեցող երկիր է, նա եվրոպական միության երկիր է, նա զարգացած երկիր է եւ այլն, բայց չէ որ ամեն ինչ պետք է սկսի ինչ որ մի կետից, ելակետից պետք է սկսենք ու ունենանք նպատակ եւ գնանք այդ նպատակի ուղղությամբ։ Շուկայի փոփոխությունը պարտադրելու է նաև հավելյալ ներդրում ու արտադրական հզորությունների արդիականացում, բայց դա ըստ փորձագետի արդարացված է լինելու։ Մասնագետները համոզված են արտահանման մոդելի փոփոխությունը նոր շուկաներ մտնելն ու դիրքավորվելը մեկ օրվա բան չէ։ Վերադառնալով ծիրանի հայկականությանը, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Արա Հովհաննիսյանի դիտարկմամբ Հայաստանը ոչ թե ծիրանի ծագման վայրն է, այլ ընտելացման։ Դեռ 3000 տարի առաջ մեր նախնիները սկսել են ձևափոխել, բարելավել ու շատ արագ առաջացել է այն ծիրանը, որի մասին հիմա խոսում ենք, եւ լավագույն մշակաձևերը, առավել համեղ ու արդյունավետները հենց հայկականներն են։ Հայաստանը ոչ թե ծիրանի հայրենիքն է, այսինքն բնածին բուսաբանական տեսակի, որից եւ առաջացել են մշակաձևերը, սորտերը, այլ
մենք գուցե ավելի պատվավոր դեր ենք կատարել մարդկության համար, մենք ընտելացման, տնայնացման հեղինակն ենք Ծիրանենու, որը ավելի հին ծագում ունի եւ իրական հայրենիքը Չինաստանն է, Չինաստանի Տյանշանի սարերը եւ մինչ օրս այնտեղ դեռ վայրի ծիրաններ կան։ Հայաստանում ընտելացված ծիրանը հետո սկսել է տարածվել։ Առաջին տարածողներից մեկը եղել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից։ Անուն ցավոք չի պահպանվել, բայց Պլինիոս Ավագի պատմական այդ հայտնի գրքում հին աշխարհի մասին պահպանվել է, որ նա հետ վերադառնալով Մակեդոնացու արշավանքի ավարտից հետո Հայաստանով վերցրել է այդ պտուղը եւ կորիզները տեղափոխել է Հունաստան, իսկ մակեդոնացին ծանոթ լինելով, թե զորավարներ, թագավորներ, նա էր առաջինը անվանել, որ սա նոր պտուղ է, հայկական խնձոր է սկզբում անվանել, Malus Armenica։ Այդ անունը Պլինիոս առաջինի մոտ կա, արձանագրված է։ Առաջի անգամ այդտեղ է հնչել, որ Հայաստանի ծագում ունի։ Կորիզից աճած ծիրանը սակայն նմանվել է վայրի ձևին ու լայն տարածում չի ստացել։ Իսկ հետո, երբ Քրիստոսից առաջ առաջին դարում հռոմեական կայսրությունը հասնում է Հայաստան, պաշարում է Արտաշատը, արդեն ոչ թե սերմեր, այլ տնկիներ են տանում իրենց հետ։ Այն ծիրանը, որը համտեսել ու հավանել են Հայաստանում։ Դրանից հետո հարյուրամյակներ շարունակ այն համարվում է Prunus armeniaca, արդեն տարածված նաև այլ երկրներում։ Ֆրանսիացի կենսաբան Ժան Բատիստ Լամարկը նկատել է, որ հայկական սալոր կոչվածը իրականում սալոր չէ եւ ընդունել է հռոմեացիների դասակարգման տարբերակը Armeniaca vulgaris, ընդգծելով ցեղական անվանումը։ Լիննեյը սակայն վերադարձավ Prunus armeniaca անվանը, ընդգծելով ծիրանի ոչ թե ցեղը, այլ տեսակը։ Հետևաբար ըստ Արա Հովհաննիսյանի գիտության մեջ ծիրանի վերաբերյալ բանավեճը ոչ թե նրա հայկականության շուրջ է, այլ ցեղի ու տեսակի։ Ցեղը սալոր, տեսակը ծիրան։ Աննա Զախարյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։